Բերեք սկսենք նախ հայ գերիների վերջին խմբի ազատ արձակման թեմայից։ Փորձենք բարձել, դա ի վերջո գործարք էր, թե ինչ-որ պայմանավորվածության արդյունք երկու երկրների միջև։ Ուրեմն նախ նշեմ, որ որոշակի իրադարձություններ նախորդել էին եւ կար հետաքրքրական ժամանակագրական համընկնում, որպիսի պայմաններում մենք կարծում ենք, որ սա ընդհանրապես մարդասիրական քայլ չէր եւ այն պայմանավորված էր սիրիացի վարձկանների հանձնման գործընթացով։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերին արդեն իսկ հետաքրքրություն կար վարձկանների նկատմամբ, ընդ որում առավել ակտիվ դերերում էր հենց Թուրքիան, որը որոշակի ձևավորված փոխհարաբերություններ ունի նաև Սիրիայի իշխանությունների հետ։ Եվ այս ընթացքում նաև խոսվում էր գերիների վերադարձի մասին, եւ մենք տեսանք, որ 25 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան մի քանի հետաքրքիր զարգացումներ, մասնավորապես Կարմիր խաչը հնարավորություն ստացավ երկարատև դադարից հետո տեսակցել հայ գերիներին, սա շատ անակնկալ տեսակցություն էր, ընդ որում կարճ ժամկետում փոխհամաձայնեցված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակի հետ։ Եվ նաև ունեցանք բացասական զարգացում առողջականի հետ կապված խնդիրներ, որը սուր արտահայտություն ստացավ Վագիվ Խաչատրյանի պարագայում, ով տառապում էր նաև սրտային հիվանդությունից։ Եվ արդեն հունվարին մենք ունեցանք 4 անձի հայրենադարձում, բայց նույն օրը երկու վարձկանները հանձնվեցին Թուրքիայի իշխանություններին Սիրիա փոխադրելու նպատակով։ Ինչն է այստեղ կարևոր, որ հանցագործների հանձնումը սա խիստ կանոնակարգված գործընթաց է, դրա առնչությամբ գործում են բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, Հայաստանը Սիրիայի հետ ունի իրավական աջակցության օգնության վերաբերյալ համաձայնագիր, բայց այս համաձայնագրի առարկան դատարանի ներկայացնելու նպատակով քրեական արդարադատության շրջանակում համագործակցությունն է եւ կոնկրետ փաստաթուղթ, որը կկարգավորի պատժի կրման նպատակով հանցագործի հանձնման ինստիտուտը պարզապես գոյություն չունի Հայաստանի եւ Սիրիայի միջև։ Չնայած նաեւ իրավական հիմքի բացակայությանը մենք տեսանք, որ վարձկանները հանձնվեցին, նրանք ոչ թե տրամադրվեցին օրինակ Սիրիայի դեսպանատանը, հյուպատոսական ծառայություններին, այլ մեկ այլ պետության ներկայացուցիչներին իրենց քաղաքացիության երկիր վերադարձնելու նպատակով։ Եվ այս ժամանակագրական համընկնումը եւ իհարկե այլ հարակից իրադարձություններ թույլ են տալիս վերլուծական մակարդակով պնդելու, որ սա ոչ թե գործարք էր, այլ ոչ թե մարդասիրական քայլ, եւ մենք չենք տեսնում, որ ավտոնոմ կերպով գերիների խնդիրները ստանում են իրենց լուծումը առանց քաղաքական նշանակություն ունեցող հարցերում փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու։ Բայց մի հանգամանք էլ է կարևոր հասկանալ, Բաքուն է ընտրում ում ազատ արձակի, թե կարծում եմ Երևանից էլ է իմպուլս ստանում։ Որոշակի իմպուլսներ փոխանցվում են, բայց կան չափորոշիչներ եւ մեզ համար տեսանելի են այդ չափորոշիչները, այսինքն մենք որոշակի օրինաչափություններ ենք տեսնում Բաքվի իշխանությունների վարքագծում, օրինակ եթե բացատրելու լինեմ այս վերադարձը, մենք կտեսնենք, որ նախ գործ ունեինք քաղաքացիական անձանց հետ, ճիշտ է, որոշների պարագայում նրանք փորձում էին մատուցել, որ գործ ունեն զինվորականների հետ, օրինակ վարձկանության ինստիտուտներ վերագրվում Վիգենին, սակայն եթե մենք ըստ էության դիտարկում ենք դեպքերը, ակնառու է դառնում, որ 4 հայրենադարձվածներն էլ քաղաքացիական անձինք էին։ Վագիվ Խաչատրյանի գերեվարումը շատ ակնառու էր, քաղաքացիական բնակիչը ընդհանրապես Կարմիր խաչի ուղեկցությամբ բուժ նպատակներով անցնում էր Լաչինի միջանցքը։ Վիգենի պարագայում մենք գիտենք, որ անմիջական պատերազմի մասնակից չէ, անձնական իր էր վերցնելու նպատակով, տեղեկատվության նաև թերի ոչ
ոչ ամբողջական տիրապետելու ուժով մուտք են գործել փորձեր անել Շուշի, որը արդեն գտնված է եղել ադրբեջանական վերահսկողության ներքո եւ Գևորգի եւ Դավիթի պարագայում կրկին նրանք դասական քաղաքացիական անձինք էին, ովքեր նաեւ մարդասիրական բարեգործական գործունեություն էին իրականացնում, նաեւ ակտիվ էին իրենց արտահայտություններում, ինչը լրացուցիչ թիրախ էր դարձրել։ Մյուս անձինք, ովքեր որ տվյալ պահին գտնվում էին Ադրբեջանում, այլ օրինակ ռազմագերիներ էին, նույն Լյուդվիկ Ալյոշան, նրանք կամավորական հիմունքներով պատերազմի ներգրաված անձինք էին եւ իհարկե մենք ունեինք 16-ի ընթացող դատավարությունը, որտեղ ներգրաված են նախկին ղեկավարներ եւ 8 անձինք, ովքեր ինքնապաշտպանական մարտերին մասնակցություն էին ունեցել։ Այսինքն նման խմբավորման անձանց գոյության պայմաններում հասկանալի է, որ Ադրբեջանը նախ եւ առաջ պետք է ազատ արձակեր իրենց իրական բնույթով քաղաքացիական անձանց եւ նաեւ ինչու ոչ երկրորդական կարևոր գործոն են դիտարկում վիճակը անձի որպես կանոն լուրջ առողջական խնդիրներ, ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հետագա անազատության մեջ մնալը լրացուցիչ բեռ եւ պատասխանատվություն է եւ այս գործոնը նրանք եւս համակցում են։ Հիմա այնինչ տեղի ունեցավ մեծացնում է մյուսների վերադարձի հավանականությունը։ Սա դրական էր այն առումով, որ մենք 23 թվականից ի վեր չունեինք հայրենադարձում, այսինքն միջպետական փոխհարաբերություններում կրկին քաղաքական դրդապատճառներով կար սառեցում եւ մարդասիրական խնդիրը այլ պայմաններով եւս իր լուծումը չէր ստանում, կարծում եմ ինքնին, որ 4 անձ հայրենադարձվեց, սա դրական է եւ ինչու ոչ դրական էր Կարմիր խաչի միգուցե մեկ անգամյա իրավիճակային մուտքի թույլտվությունը, որը բնականաբար չկա, որտեվ սրանք կանոնավոր ոչ, մենք այս պահին չունենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կանոնավոր այցելություններ, կարող են իրավիճակային մեկ անգամյա ad hoc այցելությունները համաձայնեցվել եւ տեղեկատվության անմիջական դիտարկումների արդյունքում հավաքագրման միակ աղբյուրը եղել եւ մնում է Կարմիր խաչը։ Երբ ասում եք, ձեր խոսքն է սա, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կարելի է վերադարձնել առանց ձևականության, որ ձևականության մասին է խոսքը։ Նկատի ունեմ առանց իրավական ոլորտում, քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության, քանի որ ադրբեջանական ներպետական օրենսդրության իմաստով նրանք համարվում են կալանավորվածներ կամ մի մասը դատապարտվածներ, հասկանալի է, որ պարզապես ազատ արձակում չի կարող տեղի ունենալ իրավական տեսանկյունից, եթե խնդիրը դիտարկում ենք իրավական հարթության մեջ։ Կամ պետք է լինեն հանձներումներ, կամ պետք է լինի ներման անհատական ակտ, կամ պատժի կրման նպատակով անձը պետք է փոխանցվի, հանձնվի իր քաղաքացիության երկրին պատիժը կրելու նպատակներով։ Բայց մենք տեսել ենք, որ անկախ պատժի կրման ժամկետի լրացած լինելու հանգամանքից ադրբեջանական կողմը հայկական կողմին հանձնել է գերիներ, որոնք անհապաղ ազատ են արձակվել։ Եվ այս լուծումները դատավճիռը արդեն ունենալով։ Այո, դատավճիռ եղել են, դատավճռով դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, մենք կարող ենք քննարկել անգամ վերջում հայրենադարձվածների օրինակները, հա, նրանք 15 կամ 20 տարի ազատազրկման դատապարտված անձինք էին, ովքեր ամբողջովին իրենց պատիժը չէին կրել Ադրբեջանում։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ թե հանձնեց Հայաստանի իշխանություններին պատժի չկրված մասը Հայաստանում կրելու նպատակներով, կամ ոչ թե նրանց ներումներ շնորհեցին եւ անհապաղ ազատ արձակեցին, հնարավորություն տալով ճամփորդել իրենց քաղաքացիության երկիր, այլ առանց իրավական ձևականությունների նրանք հանձնվեցին Հայաստանի իշխանություններին։ Իրավունքի մեջ այս լուծումը գոյության իրավունք չունի, սա հակաիրավական է եւ սա հավելյալ փաստարկ է, որի միջոցով մենք պնդում ենք, որ գործընթացները քաղաքական են, անգամ իրավական գործընթացները օգտագործվում են քաղաքականությունը սպասարկելու նպատակներով։ Այսինքն այն դատավճիռները, որոնք արդեն հրապարակվել են Արցախի նախկին ղեկավարների
համար էական չեն։ Սմա են, թե երկարաժամկետ։ Իմ գնահատմամբ ոչ, միջպետական փոխհարաբերություններում դրանք իրավական արժեք չունեն եւ դրանք չեն կարող բացասաբար ազդել քաղաքական process-ների վրա եւ եթե քաղաքական առումով հասունանան ազատ արձակման լուծումներ, իմ գնահատմամբ այդ դատավճիռները չեն խոչընդոտելու գործընթացներին։ Այդ դեպքում Բաքվի ինչին է պետք այդպիսի դատավճիռ։ Այսպիսի դատավճիռներով Բաքվի իշխանությունները կարծում եմ իրավական արձանագրում են տալիս պատմությանը եւ եթե բազմաթիվ պնդումներ նախկինում ընդամենը քաղաքական խոսույթների շրջանակում էին, նրանք բարձրացնում են այդ թեզերը դատական ակտերի, իրավական ամրագրումների մակարդակ, որը իմ գնահատմամբ ապագա սերունդներին թողնված ժառանգություն է եւ չմոռանանք, որ ազգային դատարանի որոշումները կարող են փոխազդել միջազգային իրավունքի ձևավորման գործընթացում։ Նրանց համար արժեքավոր է դատական ճշմարտության մակարդակում փաստերի եւ իրողությունների արձանագրումը, որը պետք է փոխանցվի հաջորդող սերունդներին։ Սինանուշ, վանում է Երևանում է Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ խնդիրը նորից ակտիվացել են, որում կան անգամ նաեւ ակցիաներ այս ուղղությամբ։ Այս այցեօրակարգ կարող է խնդիրը մտնել։ Իմ գնահատմամբ այո, իհարկե հասկանալի է, որ օրակարգում պրոտոկոլում չկա այլ այո, բայց նաև դա եմ որոշակի չափով կանխատեսելի համարում, հասկանալի է, որ կա խաղաղության գործընթաց, որտեղ ակտիվ ներգրավվածություն ունի ամերիկյան կողմը, նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, ապաշրջափակման եւ բազմաթիվ այլ տնտեսական կարևորություն ունեցող հարցեր են օրակարգում, նաև Թրամփի ուղուն առնչվող խնդիրներ եւ նաև գերիների խնդիրը ուղղակիորեն իր ամրագրումը չունի խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, դրա համար առաջնային կամ բացահայտ կարևորության թեմա չէր կարող որակվել հենց գերիների վերադարձը, ընդ որում մենք այստեղ պետք է նկատի ունենանք ադրբեջանական կողմի գերզգայունությունը խնդրի նկատմամբ, սակայն խաղաղությունը առանց մարդասիրական հարցերի լուծման ուղղակի չի կարող գոյություն ունենալ եւ եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա պետք է հաշվի առնենք համատեքստը եւ այն իրողությունը, որտեղ ապրում են երկու հասարակությունները։ Տևական ժամանակ նաեւ պետական մակարդակով վարվող քարոզչության եւ քաղաքականության շնորհիվ ձևավորված է ատելություն, հայացածություն եւ վստահության մակարդակը չափազանց ցածր է եւ առանց վստահության բարձրացման իրական խաղաղություն չի կարող կառուցվել։ Ուստի վստահության բարձրացման առաջնային եւ առաջնահերթ խնդիրներից մեկը դա մարդասիրական հարցերի լուծումն է։ Կոնկրետ խնդիրը, որը իր տեսանելի լուծում ունի, դա գերիների ազատ արձակումն է։ Մենք իհարկե ունենք նաև չլուծված այլ մարդասիրական խնդիրներ, այդ թվում անհետ կորածների, բռնի անհատեցածների ճակատագիրը, սակայն այստեղ իբրև ակտիվ է շփումները Բաքվի եւ Երևանի։ Այո, բայց սրանք իրենց բնույթով դժվար լուծելի խնդիրներ են, քանի որ նախ քննություն պետք է տեղի ունենա, որոնողական աշխատանքներ, նախ պետք է հայտնաբերվեն այս անձանց գտնվելու վայրը, նրանց վիճակը, ողջ կամ մահացած, որից հետո նոր հնարավոր կլինի ազատ արձակման կամ մարմինների մասունքների փոխանակման հարցեր քննարկել։ Իսկ գերիների խնդիրը խիստ որոշակի է, նրանց գտնվելու վայրը, պայմանները, հանգամանքները, նրանց վերագրվող արարքները, գործընթացները, սրանք տեսանելի են եւ նաեւ հայտնի են միջազգային հանրությանը, ուստի այստեղ կողմերը կարող են հստակ արդյունքներ ցուցադրել եւ նաեւ ճիշտ ուղերձներ հղել հասարակություններին, որ կա փոխվստահություն եւ խաղաղ համագոյակցությունը ոչ թե իլյուզոր երևութական է, այլ իրական գործնականորեն նվաճելի գաղափարախոսություն է։
եւ կարծում եմ տարբեր կառույցներ, ովքեր դիմում են հենց այս տրամաբանությամբ են մոտենում խնդրին, մեր կազմակերպությունը նաեւ հայաստանյան այլ հասարակական կառույցների հետ նման խնդրանք կոչով եւս դիմել է, շուրջ 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ համախմբվել են եւ ես շատ դրական եմ համարում նաեւ հասարակական ձայնի կոնսոլիդացիան եւ միասնական պահանջով այս հարցով ամերիկյան կառավարությանը դիմելը։ Փաստորեն ամերիկյան միջնորդությունը կարող է որոշիչ դեր կատարել։ Եթե կարծում եմ այո եւ չմոռանանք Ֆրանսիայի սենատը վերջերս բանաձև ընդունեց էլի ազատ արձակում։ Այո, կարծում եմ դա եւս բարոյաքաղաքական ճնշման ձև է, սակայն նույնական չէ Ֆրանսիայի կամ Ամերիկայի ներգրավվածությունը եւ կարծում եմ նաեւ այն օգուտները, որոնք կանխատեսում են պետությունները ստանալ ԱՄՆ համագործակցությամբ տարաբնույթ են եւ նաեւ հասկանալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տիրապետում են այն ռեսուրսներին եւ գործիքակազմին, որի միջոցով կարող են ռեալ իրական ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա եւ դրա մենք լավ դրական օրինակ ունենք 2022 թվականին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք եւ Հայաստանի տարածքից գերեվարեցին 3 տասնյակը գերազանցող գերիներ, այստեղ ամերիկյան կողմը շատ հստակ դիրքորոշմամբ հանդես եկավ, նախ դատապարտում էին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունը, բայց ավելի մեծ հետևողականություն ցուցաբերեցին սուվերեն տարածքից գերեվարվածների վերադարձի հարցում, ընդամենը 2 շաբաթ ժամանակ պահանջվեց, որպեսզի ամերիկյան ջանքերով 3 տասնյակից ավել գերիներ հայրենադարձվեն։ Այսինքն տարաբնույթ բանակցային գործընթացներում ամերիկյան կողմը ներգրաված է, հասկանում է խնդիրները եւ նաեւ տիրապետում է այն գործիքակազմին, որի միջոցով կարելի է հասնել հայ գերիների ազատ արձակմանը։ Մի մոտեցումել է շատ տարածված, որ առնչվում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, շատերն են ասում, որ այս խնդիրը կհասունանա ավելի շատ ընտրական պրոցեսների փուլում, երբ կմոտենա Հայաստանում ընտրությունների շուրջը, ընտրությունների օրը, այդպես մտածողները ինչու են այդպես կարծում, որ կլինի քայլ, որը Հայաստանում դրական ազդեցություն կարող է ունենալ ընտրական պրոցեսի։ Կարծում եմ այս թեզն են փորձում հիմնավորել, որ եթե Հայաստանի իշխանությունները հետևողական գտնվեն եւ պահանջատիրական դիրքերից հանդես գան, ապա միջազգային գործընկերները ավելի ինտենսիվ ջանքեր կգործադրեն, որպեսզի հանգամանքներում խնդիրը իր լուծումը կստանա եւ առավել ցանկալի ժամանակահատվածը դա նախընտրական ժամանակահատվածն է, երբ հարցի լուծումը կբարձրացնի իշխանությունների հեղինակությունը եւ կարող է առավելություններ տալ ընտրական գործընթացում։ Իհարկե նաև կան հակառակ տեսակետները, որ բոլոր անձանց ազատ արձակումը ձեռնտու չէ Հայաստանի ներկա ղեկավարությանը, քանի որ պոտենցիալ մրցակիցներ կարող են տեսնել հայրենադարձվող ռազմաքաղաքական ղեկավարության մեջ, այսինքն մենք տեսնում ենք, որ նախընտրական փուլում վերադարձը իր երկակի եւ երբեմն տրամագծորեն տարբեր հակադիր մեկնաբանություններ է ստանում։ Իմ գնահատմամբ բոլորն էլ սպեկուլյատիվ տարեր ունեն եւ առավելապես ենթադրությունների համատեքստում են եւ ինչու ոչ նաեւ քաղաքական պայքարի բոլոր դեպքերում կարծում եմ անկախ ժամանակագրությունից հարցի լուծվածության մակարդակը կամ աճը դրական է միանշանակ եւ այն նույն բանակցային գործընթացում Հայաստանի իշխանություններին տեղափոխում է այլ բարենպաստ դիրք, որտեղ կարող են Հայաստանի սուվերեն շահերը կամ քաղաքացիների շահերը առավել պաշտպանված լինեն եւ նաեւ մասնագիտական տեսանկյունից ինձ համար շատ անընդունելի է, երբ գերիների խնդիրը
ներքաղաքական տիրույթում շահարկվում է։ Մենք արդեն իսկ գիտենք, որ դա արտաքին տիրույթում շահարկվում է, բացասաբար ենք վերաբերում դրան, քանի որ խնդրի քաղաքականացվածությունն է, որ ձգձգում է դրա լուծումը, կամ լուծումները հասնում են զիջումների գնով, եւ այն նորից բացասական հետևանքներ կարող է ունենալ, երբ ներքին տիրույթում եւս խնդիրը քաղաքականացնում ենք։ Եվ վերջինը շատ կարճ, ինչու են շատերը Ռուբեն Վարդանյանին առանձնացնում մյուս խմբից։ Ըստ էության սա ադրբեջանական մոտեցումն էր, որը արհեստական էր, որտեղ նախաքննությունը ընթանում էր մեկ միասնական գործի շրջանակներում, այսինքն չկար 15-ի եւ Ռուբեն Վարդանյանի գործ, կար 16-ի գործ, որտեղ ներգրաված էին բոլոր ռազմաքաղաքական ղեկավարները, սակայն նախաքննության ավարտական փուլում Ադրբեջանում ընդունվեց այդ քաղաքական որոշումը եւ Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվեց։ Այստեղ պատճառները տարբեր են, մեզ համար ակնհայտ է, որ այն արհեստական է, քանի որ թե Ռուբեն Վարդանյանի եւ թե 15-ի գործի դատավարությունում ընկած են նույն փաստական եւ իրավական հիմքերը, նրանց վերագրվում են նույնաբնույթ արարքներ, ապացուցողական, այսպես կոչված, ապացուցողական զանգվածը նույնական է, ուստի ունեին փոխկապակցվածություն այս գործերը եւ տրամաբանական էր, որ մեկ միասնական վարույթում դրանք պետք է քննարկվեին։ Կարծում եմ Ռուբեն Վարդանյանի անձը գործունեությունը, միջազգային ճանաչելիությունը եւ առանձին հարցեր բարձրաձայնելու պրոակտիվ դերն է, որ ստիպել է Ադրբեջանի իշխանություններին ցուցաբերել տարբերակված մոտեցում։ Եվ մենք հիմա էլ տեսանք, որ 15-ի գործով դատավճիռները ավելի վաղ հրապարակվեցին, արհեստականորեն ձգձգվեց վերջին խոսքի համար հերթական դատական նիստը Ռուբեն Վարդանյանի գործով, բայց այսօր արդեն հայտնի դարձավ, որ այդ նիստը տեղի է ունենալու վաղը, ուստի մեր կանխատեսումներով առաջիկա օրերի կամ շաբաթվա ընթացքում կավարտվի նաև Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը եւ նույն դատական կազմը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։ Եվ կարծում եմ ելքը կանխատեսելի է Ռուբեն Վարդանյանի պարագայում ընտրվելու է ցմահ ազատազրկումը։